Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մեր հյուրն է ռեժիսոր դրամատուրգ, համահայկական մտավորականության 12-ի խորհրդի ներկայացուցիչ Խաչիկ Չալիկյանը։ Բարև ձեզ, պարոն Չալիկյան։ Երկար տարիներ, դարեր տեղի ունենում մեր մշակույթի, մեր ճարտարապետական կոթողների յուրացում, սակայն նրանք, ովքեր որ յուրացնում են այդ ամենը, մեր մշակույթը, մեր գիտելիքը, մեր ամեն ինչը, կարծում են, որ նրանք չեն կարող դրա տերը լինել։ Ինչ է մտածում 12-ի խորհուրդը, ինչ ծրագրեր ունի, ինչ գործընթացներ է պատրաստվում անել։ Տերյանը այդ առումով գրում է. «Միթե մենք հայ մտավորականներս անարժան կերպով մեր անձնական ու կուսակցական հաշիվների համար պիտի զոհաբերենք մեր ժողովրդի պատիվը, կյանքը ամբողջ ապագան։ Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առաջ, անհամար են նրա սխալները, սակայն չմոռանանք, որ այսօրվա սխալը անուղղելի կլինի, այսօրվա մեղքը մահացու»։ Շատ կարևոր էր մեջբերումը Տերյանի եւ մեր այսօրվա ողբերգության հիմքը հենց մեր մեծերին Տերյանին մեր կյանքից վտարելն է։ Այսինքն ամենամեծ խնդիրը մեր հոգեվոր անկումն է։ Եվ երբ որ դուք նշեցիք, որ հարևանները կողոպտում են, յուրացնում են, դա ինձ այնքան չի մտահոգում, որքան մենք ենք կորցնում, որտեվ իրական այդ հոգևորը եթե մեր մեջ կա, դա միակ տարածքն է, որտեղից իրենք չեն կարող վերցնել, մեկը դա, ինչպես դուք նշեցիք, իրենցը չի դառնա, բայց ցավը նա է, որ այսօր արդեն դա մերը կարծես չի, շատերի մոտ չկա այդ հոգևոր, այսպես ասենք, մեծ հայքի ընկալումը։ Նախ մեր նկարագրում պիտի լինի այդ արժեքը, որը անհնար է խլել։ Դրա համար նաև այսօրվա այս ներերի համակարգը փորձում են հենց մեր հոգուց վտարել դա, ոչնչացնելով մեր մշակույթը, արժեզրկելով մեր ինքնությունը, մեր հիշողությունը, մեր պատմությունը, կրթություն, գիտություն, այսինքն այս ամենը ցույց է տալիս, թե մեր պայքարը առաջին հերթին որ դաշտում պիտի լինի։ Երկու բառով ասեմ, որ հոգևոր Հայաստանը ձևավորվեց որպես կազմակերպություն մոտ 10 տարի առաջ, համահայկական դաշտում եւ դրսից եւ ներսից բավական երևելի մտավորականների մասնակցությամբ, բայց կարճ ժամանակ անց, քանի որ հոգևոր դաշտը ինքնաբավ չի լինում, նա երկիր է պայմանավորում եւ անհնար է քաղաքականությունից զերծ լինել։ Եվ այդ առումով շատերը զգուշացան, վախեցան, դա նշանակում է իրենք արդեն դադարեցին մտավորական լինել մեծ հաշվով, եւ այդ բաց լրացնելու համար վերջերս ձևավորվեց հենց 12-ի խորհուրդը, արդեն հենց շատ ավելի մեծ գերխնդիրների հիմքի վրա։ Իհարկե, պայքարը բոլոր ոլորտներում պիտի շարունակվի, որտեղ մենք աղետալի իրավիճակում ենք, եւ այս քաղաքակրթական կռվում ամենադաժանը նա է, որ մենք կռվում ենք մի համակարգի դեմ, որտեղ նաեւ մենք ենք գտնվում։ Դրա համար շատ կարեւոր է ձևավորել մեր ինքնության հիմքի վրա այն քաղաքակրթական համակարգը, որին միշտ կոչված է եղել ծառայել հայ առաքելությունը։ Օրեր անց մարտի 21-ին հնագույն տոմարով հայոց նոր տարին է։ Մարտի 21-ը։ Եվ այդ առիթով հոգևոր հայքը մի կարծում եմ շատ կարևոր նախաձեռնությամբ է հանդես գալու։ Մարտի 21-ին մենք ոչ թե մտնում ենք նոր տարի, այսպես մի փոքր մանրամասնենք, եթե ըստ այս վերջի ժամանակների մոլորության դա մոտ 4500 տարվա պատմությամբ են ներկայացնում հայկի բելի կռիվը, իրականում դա առնվազն 13.500 տարվա խնդիր է։ Ես ավելին ասեմ, նույնիսկ հայկի եւ բելի կռվից առաջ ժողովուրդը եղել է, նույն ջրհեղեղից առաջ եղել է, ինչի այդ անցյալի հսկայական հզոր արժեհամակարգը այսպես օտարում ենք մեզնից, երբ որ քաղաքակրթությունը հենց այստեղ է ստեղծվել։ Մարտի 21-ին դա նաև տիեզերական ժամանակի առումով գարանային գիշերը հավասարը լինելով, մենք մարտի 21-ին ոչ թե նոր տարին ենք նշում, այլ մենք պիտի գիտակցություն ունենանք վերագտնել մեր ժամանակը, մտնել մեր իրական քաղաքակրթական դաշտ եւ այդ համընդհանուր քաղաքակրթական պատվերը հնչեցնել համայն հայությանը եւ ինչի ոչ աշխարհով մեկ, որտեղ այսօրվա այս դաժան բախումները ի վերջո ինչ որ երկրների միջև չեն, այլ
Երկրները չկան կոնկրետ իրար դեմ դուրս եկած համակարգեր եւ առաջին հերթին մենք պիտի այդ նոր համակարգի պատվերը բարձրաձայնենք, որպեսզի նախ ինքներս մեզ գտնենք եւ գտնենք մեր իրական դաշնակիցներին։ Շնորհակալություն, պարոն Չալիկյան, այսպիսի մի հարց է, Պարիս Հերոնին երբ որ խոսում էր, թե քանի տարի է որ մենք գոյություն ունենք այս տարածքում, նա նշում էր առնվազն 40,000 տարի, եթե ոչ ավել։ Գիտեք, Տիկին Սուսաննա, այսպես ասեմ, դա ոչ թե հպարտության խնդիր է, դա առաջին հերթին պատասխանատվություն է։ Եվ այդ իմաստով ես կարծում եմ այս աղետալի ժամանակները, աղետալի մի քիչ մեղմ է ասված, մենք չգիտենք վաղը ինչ կկատարվի, այսպես ասեմ, մեր շուրջ աշխարհն է, մեր ներսում տիեզերքը։ Մենք ամեն մեկս մեր մեջ պիտի այդ ժամանակի հավերժության մեջ գտնենք մեր իրական ինքնությունը։ Եթե հոգևոր դաշտում խնդիրը չկա, նյութական ճանապարհով դա չի կայանա։ Դրա համար հոգևոր հայքը այն նախահինքն է, որը պիտի մեծ հայքը պայմանավորի։ Անցյալի պատասխանատվությունը մեզ թելադրում է, որպեսզի ներկայում մենք այդ արժե համակարգի տերը կրելով մեր ապագան կառուցենք ելնելով այդ տեսիլից։ Եվ այդ առումով ինչքան վիճակը աղետալի է, մենք պիտի գիտակցենք, որ մեզ է վիճակված այդ հսկայական գերխնդիրը հաղթահարել։ Ես չեմ կարծում, որ նախկինում մենք նման առիթներ թերևս ունեցել ենք մեր իրական երկիրը կայացնելու։ Այն նույն Տերյանի, մեր բարեկամ Տերյանը այսպիսի մի միտք է ասում, որ դարերն են ստեղծում իրերի այնպիսի համադրություն, որին չանցալը հանցագործությունն է։ Մենք պիտի տեսնենք այսօր մեր երկիրը կայացնելու այդ բացառիկ հնարավորություն։ Եվ փաստորեն, եթե Տերյանը այս տողերը գրել է, այն ժամանակ նույնպես մենք կանգնած ենք եղել այսպիսի աղետալի վիճակի, եւ նա գրում է. «Ելնենք այս պատմական րոպեին, կազմակերպված ուժերով կանգնենք որպես մի մարդ, մի կամք, մի հոգի, չմոռանանք, որ ճակատագրական է րոպեն, որ մեր գործը սուրբ է»։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, սիրելի մտավորականներ, մարտի 21-ին ազդարարում ենք հոգևոր հայքի մուտքը, սպասում ենք ձեր արձագանքներին։ Դա ընդհանրապես գաղափար չի, դա կոնկրետ գործունեություն է եւ որպես գաղտնիք ասեմ, բավական ծրագրեր արդեն ընթացքի մեջ են, բայց մենք ակնկալում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը, ով կոնկրետ գործ ունի անելու, ով ասելիք ունի, ով մեծագործության հակոչված, մենք փորձում ենք բոլորին համախմբել, որտեղ հոգևոր հայքը դա կազմակերպություն չի, առավել եւս կուսակցություն չի, դա մի բարձրագույն նշաձող է, որտեղ կարող են միավորվել բոլոր այն անձիկ եւ կառույցները, ովքեր իրոք ազգաշահ գործ ունեն անելու։ Դա միավորման խնդիր է, նույնիսկ այս միավորում չի ասի, դա ընտրության խնդիր է։ Ուզում եք ապրել ձեր իրական երկրում, թե այս կործանվող համակարգում զոհ գնալ այսօրվա այս չնչին պայքարին, ճղճիմությանը, հա, եւ մենք ոչ թե պիտի կռվենք, պայքարենք, այլ մեր խաչ պատերազմի խորհրդով լինենք։ Եվ դա շատ ավելի ռեալ է, քան մեզ մատուցվող այս կեղծ իրականությունը։ Շնորհակալություն, պարոն Չալիկյան, ստեսություն, սիրելի հայրենակիցներ։